կանոններ այսօրվանից փոխվում է Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգը առանց վիզայի երկրների քաղաքացիների համար։ Այժմ կներկայացնենք, թե ինչպես կարելի է Ռուսաստանի Դաշնություն մուտք գործել 2020 թվականի հուլիսի 1-ից։ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանների բոլոր անցակետերում այսօրվանից մինչև 2026 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում կներդրվի մուտքի և ելքի փորձնական կարգ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար։ Համաձայն սահմանված կանոնների օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք նախատեսում են մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն վիզա չպահանջող եղանակով, նախքան այդպիսի մուտք գործելը պետք է անցնեն գրանցման ընթացակարգը միասնական նույնականացման համակարգում և Ռուսաստանի Դաշնություն նախատեսվող մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ, RU-ID բջջային հավելվածի միջոցով էլեկտրոնային եղանակով ներկայացնեն դիմում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու մասին, արտակարգ դեպքում ոչ ուշ, քան 4 ժամ առաջ, նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ Սույն ընթացակարգը պարտադիր է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը առանց վիզայի ռեժիմով հատող օտարերկրյա քաղաքացիների համար, բացառությամբ օտարերկրյա քաղաքացիների հետևյալ կատեգորիաների՝ Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ, դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողներ, 6 տարին չլրացած օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք։ Նոր կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է Գոսուսլուգ կայքում։ RU-ID բջջային հավելվածը հասանելի է հավելվածի պաշտոնական հարթակներում։ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգը վիզայի ռեժիմով, այդ թվում միասնական էլեկտրոնային վիզայով, մնում է անփոփոխ։ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հաստատել է օտարերկրյա քաղաքացիների կողմից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու դիմումի լրացման կամավոր բնույթը՝ գործածելով RU-ID հավելվածը։ Լրացված դիմումի բացակայությունը չի ազդի սահմանային հսկողություն իրականացման վրա և չի հանդիսանա մուտքի ռեժման հիմք։ Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ RU-ID հավելվածի միջոցով մուտքի դիմումը լրացնելու դեպքում օտարերկրյա քաղաքացիներին հասանելի կլինեն մի շարք առավելություններ, որոնք ուղղված կլինի Ռուսաստանի Դաշնությունում նրանց հարմարավետ կացության ապահովմանը։ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կողմից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու սահմանափակումների առկայությունը նախապես ստուգելու հնարավորություն։ Ռուսաստանում գտնվելու պարզեցում դիմումի մեջ պարունակվող տեղեկատվության հիման վրա օտարերկրյա քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծման շնորհիվ։ Պետական ծառայություններ ստանալիս վարչական և այլ խոչընդոտների նվազեցում, կամավոր բժշկական ապահովագրության պոլիս ձեռք բերելու, ինչպես ինքնազբաղված գրանցվելու և այլ դեպքերում։ Կապի պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ SNIL-ի ավտոմատ գրանցում ռուսական SIM-քարտի ձեռքբերման դեպքում։ Պետական մարմինների և կազմակերպությունների հետ ապագայում լիարժեք էլեկտրոնային եղանակով փոխգործակցության հնարավորության ապահովում։